կազմին այդ հարցերով։ Եկեղեցու շուրջ իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը շարունակում տեսակետ հայտնել, երեկ էլ ասաց, որ ըստ պլանավորվածի գնալու են, ինչպես ինքն ասում, Կթիչ Ներսիսյանը պիտի հեռանա, հրաժարական պիտի ներկայացնի։ Դուք այս հարցում աջակցում եք Նիկոլ Փաշինյանին։ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ 2 շաբաթ առաջ մենք լրագրողների հետ պայմանավորվել էինք, որ ես պիտի ճեպազրույց տամ, ցավով պիտի արձանագրեմ, որ ընդամենը 1 ժամ բազմաթիվ լրագրողներ չհամբերեցին եւ ընդամենը 2 լրատվամիջոց էր ներկա, եթե չեմ սխալվում 24 News-ը եւ Factor-ը, News-ը ներողություն եմ խնդրում, կներեք, եւ ես պատասխանել եմ բոլոր հարցերին, չեմ պատրաստվում ամեն անգամ նույն թեմաներին անդրադառնալ։ Ես ցանկալի կլինի նաև ծանոթանալ լրատվական դաշտին, կարծում եմ նաև դա ձեր պարտավորությունն է։ Ես այդ հարցին իմ դիրքորոշումը հայտնել եմ, ասելով, որ լիարժեք սատարում եմ իմ քաղաքական առաջնորդին։ Ինչու՞ չեք մասնակցում պատարակներին, պարոն Հայրապետյան։ Այդ հարցին էլ եմ պատասխանել։ Դուք ներկա եք։ Առաջարկում եմ նաև։ Ես լավ հիշում եմ ինչ հարցեր են հնչել։ Ոչ ես, ոչ Ռուզանա չենք հարցրել, թե ինչու չեք մասնակցում։ Սխալ եք հիշում։ Դուք տևական ժամանակ ասացիք, որ պատարակներին չեք մասնակցում։ Հարցը հնչել է։ Հիշեցիք։ Այդ պատճառը չասեցիք, գուցե։ Ասացի, տեսեք, պատճառն այնպիսին էր, որի մասին ես նաև չեմ կարող խոսել ոչ հիմա, ոչ ապագայում։ Ասել եմ, դա խիստ անձնական է։ Եվ ասել եմ, որ չեմ կիսվել։ Ես ուզում եմ նաև, որ դուք ըմբռնումով մոտենաք, որ երբ ինչ որ պաշտոնյա կամ որևէ քաղաքացի մարդ որևէ անձնական հարցով ասում է, որ փակագծեր չի բացելու, եթե կհիշեք, նաև նշել եմ, որ վերջին 3 տարիներին չեմ այցելում պատարակի, թեև գնում եմ եկեղեցի եւ աղոթում եմ ու հաղորդակցվում եմ իմ Աստծո հետ, ապա 2 շաբաթ անց դժվար չէ այդ դիրքորոշումը փոխվի։ Պարոն Հայրապետյան, կնեք նախորդ թեմային անդրադառնալով հրավերի մեջ ինչ է նշվել, որ ձեզ հրավիրել են վաղը համալիր։ Վաղը բոլորիդ բաց կլինի։ Այսպեսի գաղտնիություն Նախընտրական հանդիպում է, ինչ մի գաղտնի բան է, որ նույնիսկ կդժվարանամ ասել։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ հարցը ուղղեք վարչապետի աշխատակազմին։ Ես գիտեմ։ Դուք արդեն հայտ ներկայացրել եք այսպես 26-ին առաջադրվելու, որտեղ Այո։ Միլիոն մեկ, դուք տվեք թե Դեռևս այս փուլում առաջադրվում են ցուցակում դիտարկվելու համար, եթե վարչությունը կամ այն մարմինը, որը որ կհամարի, որ իմ թեկնածությունը ընդունելի է եւ ես լինելու եմ ցանկում, միայն դրանից հետո համապատասխան վճարումը կատարելու է։ Պարոն Հայրապետյան, երեք վարչապետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանում նշեց, որ 26 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավային անդամներ, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը եւ այն թակարդի մեջ են մել, պետք է հեռացվեն պաշտոնից եւ տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Նախ խնդրեմ ասել, սա ում է առնչվում եւ եթե կան այդպիսի Մի հատ նորից կասեք, որ պաշտոնյաները ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը եւ այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից եւ տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Դե դուք ինչի՞ չեք հարցրել վարչապետին ում նկատի ունի։ Հարց տալու հնարավորություն ունեիք։ Հասկացա։ Դուք ըստ սա ում է առնչվում եւ եթե կան այդ մի րոպե եւ եթե կան այդպիսի խնդրահարույց քաղաքական ուժեր, ինչու իրենց թողնել մասնակցեն ընտրություններին եւ նոր մտածել հեռացնելու մասին։ Որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ օրենսդրությամբ սահմանված է իրավունք մասնակցելու բոլոր քաղաքական գրանցված ուժերին համապետական ընտրություններին։ Եվ մենք ժողովրդավարական արժեքներին կարճած ենք ամուր, համարում ենք, որ հանրությունը իր քվեարկությամբ պիտի գնահատական տա եւ ըստ էության ավարտի այս կամ այն կուսակցության կամ քաղաքական ուժի դե ֆակտո գործունեությունը, ոչ դե յուրե։ Թե առավել հեշտ է վարկաբեկված խոցելի քաղաքական ուժերի հետ գնալ ընտրությունների, հաղթել եւ նոր մտածել քաղաքական դաշտում ակրելու մասին։ Նաեւ այդպես։ Դրա համար է նաեւ մեր ցավը, որ
ընդդիմադիր դաշտում ավելի արագ չեն ընթանում առողջացման տեմպերը, որովհետև ինձ համար անձնապես գերադասելի է պարտվել այնպիսի մի առողջ քաղաքական ուժի, որի պետության կառավարման ղեկը ստանձնելուց հետո երկրի կառավարումը ել ավելի արդյունավետ կիրականացվի, քան հավերժ մրցել արդեն իսկ լճացած, հեղինակազրկված, որևէ կարողություններ, բարեփոխումներ բերելու եւ կյանքի որակը մեր երկրում բարձրացնելու ունակություն չունեցող քաղաքական ուժերի հետ։ Ստեղծում է Թեմայի հետ կապված մեր հարցերի տամ կներես։ Հետևաբար, եթե ես ամփոփեմ, եթե ես դուք ելի նախկիններին եք կապում։ Ես ողջունում եմ բոլոր նոր ուժերի ստեղծումը։ Առողջացման Ես վստահ եմ, որ նոր ուժերը մի օր փոխարինելու են քաղաքացիական պայմանագրին։ այդ նոր ուժերը ձեր կարծիքով առողջացման տանող ուժեր չեն։ Ձեր նշած անունները ոչ։ Ինչու՞։